Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Սևաչերի, էտ անուշ լեզվիտ կամարում կերիտ, աշում եմ էտ քո սևաչերի, էտ անուշ լեզվիտ կամարում կերիտ, բոյու բոսաթիդ երկար ծամերի, ոչ մի ծաղի քո բուրմունքը չունի, ոչ մի մայր քեզ պես գյոզալ չի ծանի, ոչ մի ծաղի քո բուրմունքը չունի, ոչ մի մայր քեզ պես գյոզալ չի ծանի։ Ասում ենք բարի երեկո կարոտագին, ջերմագին ողջույններ ուղարկելով բոլոր նրանց, ովքեր գտնվում են Ֆորտունա հեռուստաընկերության եթերային ընթացքի Սաբաթ սենյակն է եւ մենք վերադառնում ենք արդեն 2026-ին ձեզ համար ու մեզ համար սիրով աշխատելու։ Բարի երեկո ենք ասում բոլոր հեռուստադիտողներին, մենք ձեզ շատ կարոտել էինք, նոր տարին անցավ եւ արդեն մեր այս եթերաշրջանի առաջին հաղորդումն է կտրված ձայնով։ Ռաֆ ասում են ինչպես տարին սկսես այնպես էլ անցնելու է, դու ամբողջ տարին կտրված ձայնով։ Ես չեմ ուզում հավատալ այդ մտքին։ Ինչպես սկսեմ, այնպես էլ ավարտվի։
Մենք սկսում ենք մեր նոր եթերաշրջանը եւ ունենալու ենք հրաշալի հյուրեր եւ բարձր տրամադրություն։ Ասում ենք բարի երեկո բոլորին։ Երաժշտական, տեղեկատվական, ժամանցային հաղորդումը յուրաքանչյուր շաբաթ ու կիրակի բացելու է եթերային դռները 20:00-ից սկսած։ Իհարկե մեր հաղորդումներին նաև շաբաթվա ընթացքում կարող եք հետևել կրկնություններին։ Հասանելի բոլոր հարթակները եւս գործելու են դրանց մասին մի քիչ ավելի ուշ կխոսենք երաժշտական կատարում լսելուց եւ թեյը լցնելուց հետո։ Կօգնի, բայց Այո։ Այսօր խմում ենք մենք մի ճարավար Թող ամեն ինչ ես բանակարևար Բաց հոգին քո բաց Ես պահին արտած Ամբել գնաց թքած Մենք իրարով տարված Բաց քո սիրտը բաց Ապրենք խելագարված Կյանքը մեզ տրված Էլի մի պատված Քաղաքը քո գիտի դու ով ես եղել Ում այդ հացդ կիսել Ում պատրաստ էի դու միշներել Դու գիտես որ միշտ էլ կոնն եմ եղել Քո հետ կյանքը սկիսել Ու քո հետ ավոր գտել եմ ես սեր Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Այսօր խմում ենք մենք մի ճարավար Իսկ ես էլի քո աչերին կարող Բաց հոգին քո բաց Ես պահին արտած Ամբել գնաց թքած Մենք իրարով տարված Բաց քո սիրտը բաց Ապրենք խելագարված Կյանքը մեզ տրված Էլի մի պատված Քաղաքը քո գիտի դու ով ես եղել Ում այդ հացդ կիսել Ում պատրաստ էի դու միշներել Դու գիտես որ միշտ էլ կոնն եմ եղել Քո հետ կյանքը սկիսել Ու քո հետ ավոր գտել եմ ես սեր Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Մենք վերադարձանք տաղավար եւ ուզում եմ ձեզ հարցնել սիրելի հեռուստադիտողներ, ինչպես անցավ ձեր ամանորը, կարող եք գրել մեկնաբանություններում։ Իսկ ես այժմ ուղիղ պահին քեզ հարցնում եմ, ինչպես անցավ քեզ ամանորը աշխատանքային։ Կարճ եւ անճորոյ, այո։ Նույնը եւ Կարճ եւ անսպասելի։ Հարգելի հեռուստատողներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր այս պահին արդեն իսկ գնացել են աշխատանքի, բայց միևնույնն է չեն կարողանում տեղավորվել հետ տոնական արձակուրդի հետ։ Ճիշտ է, արդեն հունվարն անցյալում է գտնվում եւ այսօր 31-րդ օրն է, իսկ նշանակում է, որ հունվարը եւս մոտենում է դրամաբանական ավարտին։ Այո, դեռևս հանգստյան են, գուցե դա անընդհատ տեղատարապ ձյուններ, ցուրտներ։ Մի խոսքով, լցրեք ձեր մեկ գավաթ թեյը կամ գուցե սուրճ եք նախընտրում,
ինչ որ տարբերակը որ քեզ համար հաճելի է եւ հետեւեք մեր ընթացքին, այո, քեզ համար գուցե դրանք։ Մենք տարբերակներ ենք կրում այս ամենը վերացնելու համար։ Հիշեցնենք, մենք Հայաստանում հասանելի ենք YouCom, Ovio եւ Team Telecom ցանցերի միջոցով, ինչպես նաեւ հասանելի ենք Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, կարող եք միանալ եւ հետեւել մեր աշխատանքներին, իսկ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների համար հասանելի ենք տարբեր կաբելային ցանցերի միջոցով։ Հարգելի հեռուստատողներ, մեր հաղորդումներին եթե on-line հարթակում չեք հետևել, ուրեմն դիտեք offline հարթակում, այսինքն մեր Facebook-յան, սոցիալական կամ էլ YouTube-յան էջերում։ Ինչպես նաև հիշեցնենք, որ մենք գտնվում ենք քաղաք Վանաձոր, Աղանություն 1/2 գծիկ 1 հասցեում, իսկ մեր հաղորդման հետ գործող հեռախոսահամարը, որը կապն է ինչպես հյուրասրահի, այնպես էլ համագործակցության դեպքում, հետևյալ 0902283033։ Մի գիտեք, մեր հեռախոսահամարը պարզապես հիշեք այն։ Եվ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հաղորդումը սպասարկող Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին, հասցեն քաղաք Վանաձոր Տիգրան մեծ 39/1 եւ Մարիա Բյութի սալոնին Համբարձումյան 17/2։ Եվ շարունակեք հետևել մեր գործընկերներին, սպասարկվեք, գեղեցկացեք, առջևում մեկ այլ գեղեցիկ տոններ են ընդհանրապես մեկ ամսից։ Կանաչ մի ամսյակն է, փետրվարը շատ կարճ է տևում, տենց արագ անցնում է, գնում է։ Իսկ դու դա են հատուկ մտածել, որ փետրվարը շատ կարճ տևի, որ միանգամից տղամարդիկ ընկնեն մեծ պատմության գիրկը։ Բայց նրանք ունեին դեռևս պատմության գիրկը չընկնելու հունվար ամիսը, որին կարող էին հունվար փետրվար։ Չի ընդհանրում, չի գնում այս հունվար ամիսը պարզապես։ Այո, մի քիչ ավելի երկար է։ Դե իցի բարեկամներ, այս պահին մեր գործընկերների հոլովակն է, դիտելու ժամանակն է, կարող եք դիտել, ֆիքսել, գրանցվել, ել ավելի գեղեցկանալ առաջիկա տոներին ընթരാճ գնալու համար, իհարկե, եւ Հիմիկվանից գեղեցկացեք, այո։ Հիմիկվանից գեղեցկացեք, որ եւ որ մարտի 8-ը գա, դուք ավելի գեղեցիկ լինեք։ Այո, իսկ մենք կհանդիպենք քիչ անց հյուրասրահում եւ կընդունենք մեր շատ սիրելի հյուրերին, մնացեք մեզ հետ, ալիքը չփոխեք։ Զգացի՞ր, որ ես արդեն 2 ամիս առաջ անցա ժամանակից։ Նորմալ է, միանգամից արդեն պատրաստում ես, էլի։ Այո։ Ես ու դու միասին գրված, ես ու դու իրարով գերված, ես ու դու սիրահարված ու երջանիկ։ Ես ու դու աչքերով փայլող, ես ու դու ամպերով քայլող, ես ու դու հույսով դեպի նոր Ես ու դու փնտրեցինք երկար, ես ու դու ընտրեցինք իրար, սերը լուրջ է այն խոսում է, մեր երակներով խոսում է, ես ու դու ու մեր սերը ջինջ, ես ու դու պետք չէ ոչինչ, սրտերում իրար տենչում են, երկու բառ, որոնք հնչում են, ես ու դու Ես ու դու իրար ձեր բռնած, ես ու դու մեր մեջ կին Աստված, ես ու դու հասած պայծառ սիրո լույսին, ես ու դու գիշեր ու ցերեկ, ես ու դու որ դարձել ենք մեկ, ես ու դու ու թող աշխարհն ամբողջ սպասի, ես ու դու փնտրեցինք երկար, ես ու դու ընտրեցինք իրար, սերը լուրջ է այն խոսում է, մեր երակներով խոսում է, ես ու դու ու մեր սերը ջինջ, ես ու դու պետք չէ ոչինչ, սրտերում իրար տենչում են, երկու բառ, որոնք հնչում են, ես ու դու Ես ու դու Ես ու դու լույսն ենք մթության, արժանի ենք երջանկության
տխրության մեջ թե ուրախության Ես ու դու Փնտրեցինք երկար Ես ու դու Ընտրեցինք իրար Սերը լուրջ է այն խոսում է Մեր գետակներով խոսում է Ես ու դու ու մեր սերը ճիշտ Ես ու դու պետք չէ ոչինչ Սրտերում իրար տենչում են Երկու բառ որոնք հնչում են Ես ու դու Ես ու դու Ես ու դու Մարիա Բյութի սալոն, նազելի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո, ջան ողջույններ բոլոր նրանց, ովքեր հենց հիմա մոտեցան հեռուստաէկրանների մոտ, ովքեր հենց հիմա հեռախոսը վերցրեցին այն ձայնը, ովքեր տարբեր տեղերից լսում են, որ բարի գալուստ, բաց սենյակ։ Իսկ այսօր անակնկալումն ենք մեր հեռուստատողների համար, մենք այսօր հյուրասրահում ոչ ոք չունենք։ Իսկ թված այսօր անակնկալ ունես հեռուստատողների համար եւ քո ձայնը մինչեւ եթերի վերջ կվերականգնվի, բայց այդ Ես վստահ եմ, որ ոչ։ Իսկ մենք հյուրասրահում ենք եւ ընդունում ենք 2026 թվականի այս եթերաշրջանի առաջին հյուրերին եւ այսպես սիրով ներկայացնում ենք, թե ովքեր են մեր տաղավարում Գրիգոր Ախինյանի անվան երաժշտական դպրոցի սան Ալա Հարությունյանն է մեր տաղավարում, Սեթ ստուդիոյի հիմնադիր Դավիթ Մադոյանը եւ Սեթ ստուդիոյի սան Գոր Գասպարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Ինչպես եք։ Մենք լավ ենք, շնորհակալություն։ Իհարկե մեր հյուրերը տարվա ավարտին ու առհասարակ տարվա ընթացքում շատ են հաջողություններ գրանցել, խոսքը արդեն անցած գնացած 2025-ի մասին է։ Վերջին ակորդն էլ հաղթանակների տվեցին հենց դեկտեմբերին, չեմ սխալվում, չէ։ Ուզում եմ հենց այդտեղից խոսենք, ինչ մրցույթի մասնակցեցիք, ովքեր էին մասնակցում, ինչ մրցանակով, նախ ոնց որոշվեց, որ պետք է դուք էլ մասնակցեք, հետո գանք արդեն գործունեության մասին խոսենք։ Քոավ Smart կենտրոնը հայտարարել էր մրցույթ ամենամյա Վահե Լույսի բարեգործական հիմնադրամի կողմից։ Ալային ուղղորդեցինք երաժշտական դպրոցից Գրիգոր Ախինյանի։ Եվ ինչ մրցանակ, ոնց որոշեցիք, որ պետք է գնաք, դիմեք։ Ունեինք նմանատիպ գործ, մշակում, համապատասխան գործ, փորձեցինք չսպասելով, որ անկեղծ կունենանք որևէ հաջողություն, դիմորդները մոտ 560 դիմորդ կար եւ մենք զբաղեցրեցինք երկրորդ պատահող հորիզոնտալը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նախ կազմակերպիչներին, նմանատիպ հիանալի կազմակերպության համար եւ մեր դպրոցի տնօրինությանը։ Իսկ մասնակիցները ներկայացնում են միայն Լոռու մարզից, թե առհասարակ մարզային մրցույթ։ Ալա ջան, Դավիթն ասաց, որ չէր սպասում, բայց դու երևի սրտդ խորքում սպասում էիր։ Անկեղծ սկզբում ես սպասում էի, հետո որտեղ սա արդեն էլի շատ ընդունակ երեխաներ կային, մտածեցի, որ թեկուզ խրախուսական տեղ կզբաղեցնեմ, բայց ոչինչ, որ առաջին կամ երկրորդ տեղ, բայց նաև շատ էին չանցնողները։ Ահա։ Այսինքն փուլերով էր, մի քանի փուլով էր, հա։ Այո։ Ինչ Շնորհի փուլ եւ
Ինչ աշխատանքներ կայացրեցիք։ Մենք կոմիտաս ենք վերցրել օրը ուրբաթ ստեղծագործությունը եւ մշակել ենք ռոքային։ Մշակումը ուններ համեստություն չլինի ասել, բայց Դավիթ Մադոնյանն էր մշակում արել այդ երկի երաժշտության, որ շատ գեղեցիկ ստեղծագործություն է։ Գորջան, դու ո՞նց ես։ Շատ լավ։ Տրամադրությունը Ծանր չէ գոր։ Եթե ծանր է, դնենք բազմոցի կողմ։ Գորը մեր ստուդիայում նա փոքրիկ սան է։ Եվ ամենաակտիվ ես վստահ եմ։ Ինչու ես ընտրել գիտարը եւ ինչն է քեզ գրավում ընկեր Դավիթանց հետ։ Ես ընտրել եմ գիտար, որովհետեւ գիտարի ձայնը շատ մեղմ է եւ տարբեր ոճերից է կազմված գիտարի ձայնը։ Իսկ ամենալավ բանը, որ ընտրել եմ ընկեր Դավիթի մոտ, դա էլ որ մենք դասերի սկզբին վերջին մեջտեղը կյանք ուսանք։ Թեյախմության, հավեսա թեյախմության ամեն։ Իսկ ձեզ մոտ չկա տեղ, որ մենք էլ կանգ ընդունվենք, չէ՞։ Խոսալու համար, իսկ հիմա Դավիթը ինձ ուքեց հաստատ մի անգամից արձակուրդ գուղարկի։ Եվ առհասարակ ինչպիսի տարի էր Set Studio-ի համար 2025-ը, որը ավարտվեց արդեն 2026 թվականին։ Անցնող տարում ունեցանք տարբեր միջոցառումներ, հրավիրեցին մեզ բուժաշխատողների միջազգային օրվա կապակցությամբ, ուսուցիչների օրվա կապակցությամբ եւ մեր արդեն մեդիա հարթակում ձայնագրություն, տեսահոլովակ, ակտիվ գործունեություն։ Շատ լավ։ Իսկ ալայի համար անձնական առումով, ուսումնական առումով գուցե 25 թիվը շատ տպավորված է իմ մեջ, ինչ որ առանձին լավ մեծ հաջողությունների հասա, ամենաշատը կապված է հենց իմ երաժշտության ստուդիայի հետ։ Եվ հուսամ 26 թվականին ավելի մեծ բաների կհասնենք։ Նշեմ, որ արժանացանք մրցույթում դրամական պարգևի, որի միջոցներով Ալան ձեռք բերեց իր երազանքների գիտարը։ Շնորհավորում եմ։ Հաջորդ երազանքը որն է, շնազ մի էլ ասա պահիլ, որ հաջորդ մրցույթին դա էլ հաղթի։ Պահել է, հիմա հենց հիմա տաղավարում պահում։ Հաջորդ երազանքս շուտով հուսամ կիրականանա։ Տեսահոլովակն է։ Ոչ միայն։ Ես պաշտադիր մինչև եթերի վերջ պետք է իմանամ, որ հասկանամ ինչ մրցույթի ակնարկը։ Գիտարը իր հետ ներառում է նաև բազմաթիվ տեխնիկա, ինձ թվում է ավելի շատ տեխնիկական։ Հրաշալի է։ Վերադառնանք մրցույթին, որը քոաֆն էր կազմակերպել, հա։ Ոճային ինչ տարբերություններ կա այնտեղ, կարող են մասնակցել ովքեր, հենց կոնկրետ ինչ խմբեր, ինչ ոճային խմբեր։ Կան հիբրիդային խմբային աշխատանքներ, բարդ, հատերական եւ անհատական։ Եվ օրինակի համար երաժշտական եւ միաժամանակ բարդ նկարչություն։ Մենք ընտրեցինք անհատական վոկալ եւ գիտար, բայց որպես գիտար։ Ներկայացրեցինք որպես գիտար։ Ալե այդ կատարումը, հա, կոմիտասյան ու նորովի մոտեցում, որքանով էր քեզ հոգեհարազատ։ Ես հիշեցի նոր տարվա հանդես երգը, թե մեր նախագծում բուրըն ընդունվեց, հա, այդ ձևակերպամ, այս մոտեցմամբ։ Դա ինչով էր քեզ հոգեհարազատ եւ արդյոք քոններ։ Իմն էր, որովհետեւ ես շատ եմ սիրում ռոք եւ եթե նկատել եք, մենք գրեթե բոլոր մեր պրոյեկտները ռոք տարբերակով ենք անում, քանի որ համ կոմիտաս եմ սիրում, համ ռոք, շատ գեղեցիկ կարողացանք համատեղել եւ ինձ շատ դուր եկավ արդյունքը։ Նոր սերունդին ավելի հաճելի է։ Շատ ավելի ժամանակակից էր։ Այսինքն նորագույն մոտեցումները ընկալվում են։ Այո, ավելի ասիվում։ Այսօր ինչ իրավիճակ է լոռու մարզում երաժշտական ասպարեզում նոր սերնդի մոտ, որովհետեւ մեզնից ավելի բարձր սերունդները այլ կարծիքներ ունեն, այլ մտածելակերպ իրար։ Հասկացան, որ թիվը փոխվել է միանգամից քեզ ճաշակներն են փոխվում միանգամից։ Ուզում հասկանալ ինչպիսի ստեղծագործություններ էին ներկայացված մրցույթում, բացի ձեր կատարումը, որը երկրորդ տեղ զբաղեցրեց։ Կային ժողովրդական ստեղծագործություններ, ջազային, հարվածային գործիքներ, տարբեր ոճերում կա։ Գոր ոճն է քեզ հոգեհարազատ, քեզ են արդեն ռոքով վարակել։ Ջազ եւ ռոք։ Դժվար չէ։ Ավելի բարդ ջազը երևի։ Քո տարիքի համար։ Ես սիրում եմ ջազ եւ ռոք, բայց ոնց հասկանում եք, կլասիկ։ Նվագում է դասական։ Սիրում է ջազ եւ ռոք, նվագում է դասական։ Ինքը դասական է, հետո արդեն ռոք ու ջազ։ Գիտարի գնալու համար, գիտար ուսումնասիրելու համար տանն են ուղղորդել, թե դու միանգամից որոշել ես տնեցիներին ասել, ես գնում եմ գիտարի։ Երկրորդ տարբերակը։ Տնեցիներին ասել է, որ ինքը գնում է գիտարի։ Այո։ Հետո ո՞նց ընդունեցին որոշումը։ Ասացին լավ, պետք է գտնենք ուսուցիչ, դե մի հատ էլ տեղ։ Ու
ու հետո էլ գտանք Set Studio-ներ։ Set Studio, որը նշանակում է տխուր, չէ՞, Այո։ թարգմանաբար։ Չեմ հիշում, մենք նախորդ եթերի ընթացքում խոսել ենք սրա մասին, թե չէ, այնուամենայնիվ կարելի է հիշել, ինչու հենց որոշվեց կոչել Set, հա։ Ստուդիայի անունը դրել է իմ ընկերներից մեկը, այդ պահին ընկերներով հավաքված էինք ու մտադրություն էլ չկար դասընթացների, ուղղակի ունենանք մեզ հոգեհարազատ անկյուն որևէ եւ երևի մեզ բնութագրող անուն։ Դավիթ ջան, դասընթացների մասով ասեցիք, այսինքն ուսուցանում եք ստուդիաների գործունեությունը նաև ուսումնական տեսանկյունից իրականացնում, ինչ եք առաջարկում հանրությանը։ Հանրության առումով կցանկանամ, որ մեր երիտասարդությունը ավելի մոտ լինի արվեստին, լսի որակյալ երաժշտություն, քանի որ արվեստը ավելի շատ զերծ է պահում նաև անցանկալի իրավիճակներից եւ իհարկե կրթում եւ դաստիարակում է։ Որակյալի մասին խոսելով շատ որակյալ ստեղծագործություններ եք ներկայացնում, շատ լավ աշխատանք եք կատարում, որը որ պարտավորեցնող է, չէ՞։ Ոնց եք կարողանում այդ գիծը պահել, որ երբեք այդ գծից երբեք ներքև չիջնեք։ Մանավանդ որ այսօր խառնվել ամեն ինչ իրար։ Փորձում եմ իմ սաների մեջ հատկապես սովորեցնել դասական երաժշտությունը, նաև ճիշտ ճշգրիտ ռոք, ջազ երաժշտությունը։ Եվ փոքր շատ քիչ ստացվում է։ Շատ են սաների թիվը, մեծ է նրանց թիվը, թե դեռ չէ։ Շատ լինում են դիմողներ, բայց քանի որ ծանրաբեռնված աշխատում ենք, միշտ չէ որ ստացվում է ընդգրկել։ Ժամանակին, երբ որ Վանաձորը Կիրովականը նույն ինքը համարվում էր ռոք քաղաք, չէ, այսօր այդպիսի տպավորություն չի ստեղծվում։ Ըստ ձեզ ինչն է պատճառը, որ այսօր խմբերը այդքան էլ շատ չեն Վանաձորում։ Երևի թե պայմանները, վայրերը որտեղ որ կարելի է նվագել, բայց մենք փորձում ենք ձևավորել խումբ, ռոք խումբ ենք փորձում ձևավորել եւ իդ բերել Կիրովականյան հին ավանդույթները։ Ալլա ջան, ինչու ռոք։ Նախ ռոքը ես ավելի որակով երգ եմ համարում։ Պարտադիր չի ռոքը լինի շատ ինչ որ ծանր, որը սիրեմ։ Ուղղակի Beatles-ը օրինակ իմ ամենասիրած։ Միանգամից երկրորդ հարցից պատասխանել։ Ու այդպես երգերից ավելի հոգեհարազատ են եւ ես այն ժամանակ որ դեռ չէի գալիս ստուդիա ռոք չէի լսում սովորական ժամանակակից անիմաստ երգերը ու հիմա տարբերություն եմ տեսնում իմ բնավորության մեջ արդեն փոխում ամեն ինչի երաժշտությունը շատ է մարդուն փոխում դեպի լավ եթե իհարկե լավ երաժշտություն ես լսում իսկ քո հասակակիցների շրջանում զգում ես որ հաստատ 3-ից մեկն է լսում ռոք Չէ։ Շրջապատում երևի ոչ ոք ռոք չի լսում։ Կարելի ասել 10, այսինքն այդ մեկն էլ չկա։ Իմանաք ես ռոք հանդիպում եմ ստուդիայում, որովհետև ստուդիայից է եկել իմ այդ ճաշակը, ու երևի պապիկս է շատ ռոք լսում։ Վերջ։ Պապութոր շատ կապվածքի ժամանակ եք անցկացնում։ Նաև հաճելի է ռոքի աուրան։ Ահա, շատ։ Գոր որ դու հյուր ես գնում, ինչ որ առիթ է ընկերներով հավաքվում են։ Հաճախ են ասում Գորջան մի բան կնվագես լսենք։ Եթե մեր ընտանիքի անդամների հետ են գնում, վերջում ասում են Գոր գիտարը թխիչ բերի, մի հատ էլ նվագեին մեր համար։ Իանում ես ինչ գիտեի որ նվագի։ Բայց Ուրեմն դու գնում ես քո գիտարը հետ։ Գիտարը չի համարվում, չէ՞, այսինքն գինով ցած մարդկանց երեկոյի ուղեկցող ավելի շատ։ Բանա Գիտարից մի քիչ շատ է դաշնամուրային համար ու ջութակը։ Երկուսը տիրապետում ես եւ դաշնամուրին եւ ջութակին կարողանում ես նվագես։ Ոչ։ Ոչ քիչ ավելի շատ։ Ես իմն որ եթե օրը անցնում է համել ձմեռա ուզում եմ նստել լիքը։ Դրանում էլ բանա դաշնամուրի ձայնը շատ լավ լսվում է։ Գիտարին է լսվում։ Գիտարի եթե շենցա բանա Գիտարին ասենց ես կասեի ոնց որ թե ամառային կամ գարնանային։ Հա, հասկացա ինչ ես ուզում։ Մեր հերթատոներն էլ հասկացա։ Խնդրենք որ մեր գորը մի բան։ Ռոմանտիկ երեկոների գործիք է։ Քանի որ մեր երեկո ռոմանտիկ է։ Եվ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր գորին միշտ ասում են, բա ինչու՞ չես գործիք վերցրել առիթների ժամանակ։ Գորջան, դու միշտ հետդ տար, գիտար, որտեղ հաստատ պետք կգա։ Առաջիկա ծրագրերի մասին էլ խոսենք, նոր լսենք, եթե դեռ Ինչ եք առաջիկայում պատկերացնում, ինչ ծրագրեր ունեք առաջիկայում եւ այս տարվա համար նախատեսվող։
Խմբային գործունեությամբ, ակտիվ տարբեր հարթակներում ու մեր ռոքային Մրցույթներ կան, որ արդեն գուցե հնարավոր տեսադաշտում կան։ Այս պահին չէ, բայց կան նպատակներ մասնակցել ոչ միայն մարզային, այլ միջազգային մրցույթների։ Դու ինչ երազանքներ ունես։ Ես ունեմ երազանք, որ մի օր սա բոլորով ով երաժշտություն անում, ով ինչ անում, կապ չունի։ Ով որ ուզի գա, մի հատ համերգի օրինակ։ Օրինակ Եվրատեսիլ։ Բանա, սաղովի էսես վերջում, դե եթե մեկը հաղթել է, վերջում ոչ թե ինքը երգի իր երգը, այլ բոլորով կարողան երգել։ Բանա, իրանց այդ ընտրած երգը։ Օրինակ, եթե մեկը երգում է Beatles-ից, մյուսը Pink Floyd-ից, մյուսը Queen-ից, հաղթում է Queen-ինը, բանա։ Մյուսներն էլ ինքը եթե հաղթում է, բանա, բոլորը գալիս են ու ինչ-որ ուրիշ երգ է երգում։ Բավը քո սիրելի խմբով է։ Pink Floyd։ Ալա դու ինչ նպատակներ, ցանկություն այս տարվա հետ կապված ունես, որ կուզես։ Իմ նպատակները եւ Ինկեր Դավիթը նշեց։ Ուզում եմ այդ ռոք խումբը մեծ ճանաչում ունենա մեր քաղաքում, որովհետեւ ինձ դուր է գալիս, որ քաղաքը այդպիսի լավ ճաշակ ունի, սենց ասեմ։ Երևի այլի ամեն ինչ երաժշտության հետ է կապված, առանց իմ նպատակներ Կիրովականյան, այո։ Կիրովականյան ռոքն եք ուզում վերականգնել, հասկացանք։ Շնորհակալություն։ Միջոց Գորքանի, ինչքան ժամանակ է որ գնում ես ստուդիա։ Արդեն 2 տարի։ Գոր Գասպարյանը նվագում է։ Այս պահին եթերում է։ Մեր հեռուստատորի համար գնացինք։ Հենց այս երկով էր փաստորեն այդ մրցանակը որ եղել է, մենք նաև կլսենք եթերում։ Շնորհակալություն, ձեզ բազմաթիվ հաջողություններ ենք ցանկանում եւ սիրով պատրաստ ենք լուսաբանել ձեր յուրաքանչյուր հաջողությունները։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն ձեզ նորանոր հաղթանակներ եւ նորանոր ձեռքբերումներ։ Ձեզ ապրեք։ Շնորհակալություն։ Այո, Կիրովականը Վանաձորը, ինչպես որ ուզում եք ընկալեք, ինչպես որ հոգեհարազատ է ձեզ, ունի հետաքրքիր ու լավագույն ավանդույթներ, այդ թվում նաև ռոք երաժշտության հետ կապված։ Այս խումբը փորձում է հենց այս գիծը տարիների հեռվից վերցնել ու արդիականացնել մեր օրերի համար։ Մեզ մնում է ոգևորել եւ հասկանալ այն, ինչ որ նրանք ներկայացնում են մեր սիրելի հանդիսատեսին։ Շնորհակալեք դել ֆորտունալիք չփոխեք, ես կկարոտեմ։
Դե ինձ երիտասարդներ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, շնորհակալություն մեր հաղորդման բոլոր գործընկերներին, բոլոր հետևորդներին եւ իհարկե մեր բոլոր հեռուստադիտողներին մշտապես մեզ դիտելու համար։ Ահա, այնինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, եթերաժամը մոտեցավ իր ավարտին, ինչպես արդեն նշեց Ռաֆը, բայց դա չի նշանակում, որ մենք նորից չենք հանդիպելու, դա նշանակում է մենք հանդիպելու ենք եթերում արդեն վաղը, շարունակեք դել ֆորտունա եւ երբեք ալիք մի փոխեք։ Եվ ասենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում ու կհանդիպենք արդեն Կիրակի։ Կարճ ամսվա առաջին օրը կհանդիպենք։ Այո։ Հաջողություն ձեզ։ Մինչ հանդիպում։ Պատրաստվեք։ Let's find out what reality I'm in. Out of this, it's a matter of fitness communication. Դագնապ մենք չզգացին, գուցե նրանից, որ միասին մենք շիշջին դատարկեցին, իսկ հետո արդեն, որ մի քիչ էլ խմեցին, իրանց ավերժական սիրո խոստում տվեցին, մեկը մեր երկերը գրել ու ագուցել էր, բայց արդեն վաղուց նրանց անգույցը արձակվել էր, ու սա է, որ կուզեի պատմել քեզ ու ոչինչ չթաքցնել, ասել ամեն ինչու քեզ ցույց տալ, թե ով է ես մինչ այր, և ինչ դարձա ես քեզ հանդիպելուց ի վեր։ Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։
Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։